Ջան, Մարկոս Ավետարան 4-րդ գլխի ուրեմն 28 համարից եմ ուզում կարդալ կամ 26-ից կարդանք 28-ի վրա գնայինք ժողովուրդ ջան։ Եվ ասում էր, այսպես է Աստծո արքայությունը, որպես թե մի մարդ սերմ գցեց հողի մեջ եւ գիշեր ցերեկ քնե եւ վեր կենա եւ սերմը բուսնե եւ աճե, այնպես որ նա չգիտե, որովհետեւ երկիրն ինքն իրան պտուղ է տալիս, առաջ խոտը, հետո հասկը, հետո նրանից հետո լցված ցորենը հասկի մեջ, բայց երբ որ պտուղը կտա, շուտով կուղարկե մանգաղը, որովհետև հունձքը հասել է։ Այս խոսքերի մեջ ես ուզում եմ մենք մի փոքր մեր կյանքին ուշադրություն դարձնենք ժողովուրդ ջան։ Աստծո նպատակը, որ մեզ կանչել է, ես միշտ շեշտում եմ խոսքի մեջ իմ եւ բոլորիս համար, Աստծո նպատակը ստեղ բոլորիս համար փրկությունն է ժողովուրդ ջան։ Աստծո նպատակը այն չի, որ գիտեք մենք ասենք լավ հաճախողները մենք եկեղեցի։ Աստծո նպատակը նա չի, որ գիտեք մենք լավ բերանով դավանողները լինենք Աստծո անունը, բայց Աստծո նպատակը այն է, որ գիտեք այն հունձքի ատենը, երբ որ Տերը որոշի հնձելու, մենք այն ցորենի նման լինենք, որ ասում է եւ իմ ցորենը պիտի հավաքեմ ամբարների մեջ եւ հարդը պիտի այրեմ անանցանելի կրակով։ Գիտեք ինչքան կարեւոր է մարգարեությունների մեջ գրված ասում է մի մարդ իր համար այգի տնկեց, ցանքով պատեց, մեջը հնձան փորեց, չէ՞, այսինքն հոգատարությունը, աշխատանքը, նպատակը, բոլոր այս ամենի մեջ ասում է եւ ամենակարևոր ասում է սպասում էր որ խաղող տա։ Եվ հանգարց ինչ տվեց, ազող տվեց, այ քեզ հետաքրքիր։ Եվ Տերն ինչ ասում, հիշում եք այդ այգու համար ինչ ասում։ Չի ասում ոչինչ նորից եմ ցանելու, ոչինչ վերջապես քանդելու եմ նորից ցանեմ, վերջը վարելու, ասում է չէ։ Ես քանդելու եմ ասում նրա պարիսպները։ Ամայացած ու օտարացած հող պիտի սարքեմ, ընդեղ արոտատեղ էլ չի լինելու եւ այլ թվարկում ասենց բաներ։ Գիտեք, ես ուզում եմ մենք այսօր փորձենք նայել ժողովուրդ ջան, սերմը երբ որ ընկավ հողի մեջ, սա հավատացյալի կյանքն է, ես սենց եմ մտածում ժողովուրդ ջան։ Սկզբից ասում է ցորենը ցանելուց ինչ ա դուրս գալիս։ Հա? Խոտ։ Այսինքն նրա մեջ դեռ ոչ մի ցորեն չկա, բայց ըստ ձեզ այս խոտը կարևոր է թե չէ, ինչ կարծիք։ Հա? Կարևոր է թե չէ։ Ասենք ո՞րն է մի հավատացյալի կյանքի մեջ այդ խոտը ժողովուրդ։ Հիմի ենթադրենք ես վստահ եմ Տերը օրհնի բոլորիս այստեղ, որ մենք եկել ենք այն հասկացողության Աստծո հոգով, որ գիտեք, քույրիկը առանց գլխաշորի անվայել է հավաքույթին նստի, չէ՞։ Մենք եկել ենք այդ հասկացողությանը, չէ՞։ Այսինքն եթե սոր ես մի քույրիկի ասեմ, քույրիկ ջան, գլխաշորը թանի, ոչինչ բան, այս քույրիկը կասի, այ ախպերդ ինչ ես ասում, հավաքույթ ենք նստած, ոնց թե գլխաշորը թանի։ Կնոջը վայել չի գիրքն ասում, այսինքն այս կանաչ լինելը, որ բուսնեց, խոտը բուսնեց, սա առաջին նշանագրերը սա է, որ հավատացյալը սկսում է ձևավորվել, արտաքին բաների վրա, սրա մեջ դեռ ցորեն չկա, հասկանում եք ժողովուրդ ջան, հավատացյալը ձևավորում է եղբայրները իրանց բաժնի մեջ, անելիքների, դրսևորումների մեջ, քույրիկները իրանց անելիքների, դրսևորումների մեջ եւ ձևավորվում է Վերջապես այս խոտը, այն սերմից, չմոռանանք, այն սերմից ծլած խոտ ասա, սա պատահական խոտ չի ժողովուրդ ջան, այն սերմից, արքայության սերմից ցանված խոտն ասա բուսնում եւ Սուրբ Հոգին ինձ ու քեզ հասցնում է միտեղ, որ այսօր իրապես ամեն մի քույրիկի ինչքան էլ խնդրես ու համոզես ասես գլխաշորը թանի աղոտ կանելուց, դա իր համար օտար բանակ է, չէ՞։ Չի տեղավորվում, ոնց առանց գլխաշորի ոնց կարելի աղոտ կան, հնարավոր չի։ Այսինքն սա լավ է, հասկանում եք ժողովուրդ ջան։ Հետո ասում է հասկ է ձևավորվում։ Գիտեք, հասկի կարևորությունը որն է ժողովուրդ ջան։ Այդ հասկի վրա, վերջապես, այդ ցողունի վրա, այդ հասկի մեջ ցորենը պետք է սկսի աճել, լցվել ժողովուրդ ջան, եւ շատ կարեւոր է այս հասկի լինելը իմ ու քո կյանքի մեջ, որն է սա ժողովուրդ ջան։ Հավատքի կյանքի մեջ ինձ թվում է, որ գալիս է մի ժամանակ, այս գեղեցկությունից հետո, այս խոտի ձևավորվելուց հետո, գալիս է մի ժամանակ, որ հավատացյալը կանգնում է ընտրությունների առաջ, ժողովուրդ ջան, ամեն թե չէ։ Ընտրություն, այսինքն, գիտես, առաջարկվում է քեզ բաներ, միտքը, սիրտդ, աշխարհը առաջարկում է քեզ բաներ, բայց
Քո ընտրությունը որն է, դու այսօր սա ես ընտրեմ, ես ուզում եմ մի հատ ցող ունենամ, այդ սերմից ծալած, որի վրա այդ հասկը պետք է ձևավորվի։ Եվ գիտեք, այսօր կան չէ ծառեր, թփեր, մարդիկ ինչը սուր գիրքը վկա եմ այդ մասին, ասում է, երբ որ այգեպանը գնամ, ասում է, ինչ անեմ, չէ՞, ասում է, այն ճյուղերը, որ պտուղ չեն տալիս, ինչ անեմ։ Կտրեմա, չէ, որ ասում են պտուղ տվողները ավելի պետք է մաքրեմա, կտրեմա, վերջապես այդ ճյուղերը մաքրեմա։ Գիտեք, այսօր հավատացյալի համար, իմ ու քո համար շատ կարևոր է մեր ընտրությունը։ Ինչ ենք ընտրել մենք, ժողովուրդ ջան, այսօր։ Գիտեք, սա համոզելով չի լինում, սա ստիպելով չի լինում, ժողովուրդ ջան, սա մարդը հոժարական պետք է ընդունի։ Այո, ես սա եմ ընտրել։ Ես ուզում եմ Տիրոջ համար հասկանեմ, որ սրա վրա ցորեն ձևավորվի, Տերս Երգահանցին տանի, հասկանում եք։ Այսինքն սա իմ ու քո անհատականությունն է։ Գիտեք, այսօր կարա մեր կյանքի մեջ մարմնավոր բաներ կա, թեկուզ հավատքի կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Երևալու, վերջապես բարձր երևալու, մարդկանց աչքին երևալու, ցանկալի ելնելու, վերջապես գովելի ելնելու, վերջապես, չգիտեմ, էլի սրա նման լիքը հոմանիշներ, տեսակներ, հատկություններ։ Բայց հետաքրքիր է, սրանց որի վրա է ձևավորվելու այն Քրիստոս հասկը, սերմից ծնված, որ պետք է վերջում պտուղ տա, հայրն էլ ասի, մանգաղ ու արքան են հնձելու, որպեսզի հավաքեն իմ ամբարի մեջ։ Բերեք անկեղծ ելնենք ժողովուրդ ջան, թեկուզ լռության մեջ։ Ինչքան է Տերը կոտրել մեր հպարտությունները, որ ոչ մեկը չգիտի։ Ինչքան է Տերը կոտրել մեր անբարտավանությունները, ինչքան է Տերը հնարավորություն տվել, որ մենք մեր այն բարձրացած վիճակներից խոնարհվենք, ցածրանանք, որպեսզի ցավոտ չլինի, սենց իր ձեռների վրա հասկացրել է, իջեցրել է, հասցրել մի տեղի, որ դու գիտակցես ու հասկանաս, որ ես պարտավոր եմ միայն, ես պետք է ուրախանամ միայն նրանով, որ գիտես, ես Տիրոջ համար մի հասկ եմ, որի վրա ցորենը պետք է ձևավորվի։ Եվ ստեղ ասում է, շատ կարևոր ասում է, երկիրը իր պտուղը տալիս է, եւ դու քնում ես ու զարթնում ես, խոսքը սենց էր ասում սկզբից, եւ դու չես տենում նրա ձևավորվելը, հասկանում եք ժողովուրդ ջան։ Այսօր ամեն մեկից մեջ այս խոսքը, որ հնչում է, դու անտարբեր մի լինի այս խոսքի հանդեպ։ Դու քո վիճակի մեջ հետ հաշվի մի նստի, որ գիտես, փաստացի սա է իմ վիճակը, ես սրան եմ նայում, այս խոսքը դու պարկելու ես, քնելու ես, նա իր գործն անելու, ամեն թե չէ։ Ասում է, իրիկունը լաց է գալիս։ Լացում ես իրիկունը, թե չէ, խնդրով, պրոբլեմով, բայց հանկարծ զարթնում ես, ասում առավոտը ցնծություն է, շնորհակալ եմ Տեր։ Անցավ օրը իր հոգսով, իր պրոբլեմով, իր դժվարությունով, եւ այսօր օր ես ինձ նոր տվել, ես գոհանում եմ քեզանից փառավորում եմ, հասկանում եք, այս սերմից ծնված հասկը ձևավորվող, այսօր ես ու դու ենք Աստծո տան մեջ, մեր ընտանիքների մեջ, եւ Սուրբ Հոգու նպատակը սա է, ժողովուրդ ջան, որ ինձ ու քեզ վերջում պատխաբեր անի, ոչ մի ցորեն ցանող չի ասում, մի հատ այնց ընտիր խոտը լի որ հնձեմ անասունը սուտ, չէ՞։ Ոչ մեկը տենց չի ասում, այդ վերջում ստիպված, որ չի լինեմ, չէ՞ ծորենը, խաղնին անասնակերին անում։ Բայց վստահ եմ, որ ամեն ցանողը մի նպատակ ունի, որ ինքը վերջում դրա երկը Այ ես կուզենամ ժողովուրդ ջան, որ մենք իրոք նմանվենք այս օրինակին գրված է, որովհետև երկնքի արքայությունը սենց է, նման է սրան, հասկանում եք, եւ Տերը այդ սերմը գցել է իմ ու քո սրտի մեջ, եւ նա պատրաստ է օգնելու, եթե մենք լուրջ ապաշխարենք, դառնանք իրան, հասկանում եք։ Սուրբ գրքի մեջ մարգարեություններից մեկը, չեմ հիշում, որի մեջ էր գրված, ասում է, հավաքեցեք, ասում է, իմ սրահների մեջ ծերերին, մանուկներին, երեխեքին, չէ, ասում է թող փեսան իր սենյակից դուրս գա, հարցնել մի հատ ուրիշ աննա տալիս է տեղից, միաբանվեն, գան վերջապես, որովհետև Տերը օրհնելու է այս ժողովրդին։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք իրոք նման լինենք սրան, ժողովուրդ ջան, ամեն մեկս մեր տեղից վեր կենանք ու գնանք ինչին, այն միաբանությանը։ Սա կարևոր բան է, ժողովուրդ ջան։ Եվ վերջի համարներում ասում է, եւ Տերը իր Սուրբ Հոգին պիտի թափի իր ժողովրդի վրա։ Սուրբ Հոգին պիտի թափի իր ժողովրդի վրա, նա պիտի օրհնի իր ժողովուրդը, նա պիտի օրհնի իր ժառանգությունը։ Եվ մենք հավատում ենք սրան, թե չէ, ժողովուրդ ջան, մենք ընդունում ենք սա իրականում, թե չէ։ Սա շատ կարևոր է։ Այ կուզենամ, որ վերջերս քանի հոգետ այս առիթ ա եղել, զրուցել ենք, այս քանի օր մի հատ քույրի գան ընդհանուր Ռուսաստանի զանգում է։ Խնդիրներ ունի, խոսում ենք, զրուցում ենք, ասում է,
հենց զանգում եմ խոսում խաղաղություն ա գալիս մեջս։ Հենց մի քիչ անցնում ա նորից սատանեն սկսում ա մտքերով բռնել։ Ինչ անեմ այ աղբեր ջան, եւ ես ինչ խորհուրդ տվի իրան, ասի գիտես ինչ քույրիկ ջան, դու կարաս ամեն օր ինձ զանգես, մենք կիսենք ու զրուցենք։ Ինչքանով որ կտրվի, ես օգտակար կլինեմ քեզ, բայց գիտես շատ կարևոր բան կա, որ դու կարողանաս Տիրոջ առաջ լուրջ ապաշխարություն ունենալ։ Լուրջ ապաշխարություն ունենալ, ուղղակի չէ, գիտես խոսքով չէ, լուրջ ապաշխարություն ունենաս Տիրոջ առաջ, որովհետև մենք շատ օրինակներ ունենք Սուրբ Գրքի մեջ, ժողովուրդ ջան։ Հոբին, որ այդքան վեկալանդրին, չէ, մենք էլ այսօր ինչ ձևի օրինակ ասես բերեմ ենք մարդկանց վրա, չէ՞ տենց։ Հոբի վախճանը հիշում եք ինչ եղավ ժողովուրդ ջան, 42-րդ գլուխը վերջի, հիշում եք ինչ ա գրված։ Հոբը ինչ ասեց չհասկանալով եմ ասել, ականջի ծայրով եմ լսել, բայց այսինքն նրա անկեղծ ապաշխարության խոսքեր ուղիղ, եւ այն 3 հոգուն հիշում եք Տերն ինչ ասեց, դուք իմ հոբ ծառայի նման չխոսեցիք իմ մասին։ Դուք խոսում էիք, ասում էիք բաներ, միգուցե ճիշտ, բայց հոբ ծառայի պես չասեցիք դուք։ Նա ներսի ճանաչողությունից այլևս զղջումից, հասկանում եք, այդ խոսքերն ասեց ինձ, եւ հիշում եք ինչ ասում այդ մարդկանց, ասում ա գնացեք, ամեկը 7 հատ ժող տարեք, հոբի մոտ, չէ, եւ իմ հոբ ծառան կաղոթի, եւ դա պատճառ կլինի, որ ես ձեզ չոչնչացնեմ։ Այսինքն ինչ արեց Տերը, հոբին այդ լուրջ ապաշխարության վիճակի մեջ արդարացրեց Տերը հոբին, հասկանում եք ժողովուրդ, իրավունք տվեց եւ շարունակության մեջ ասում է նրա քույրերը, եղբայրներն եկան, հիշում եք, խնջույք կազմակերպեցին, ամենը մի կտոր ոսկի տվեցին, ականջողեր տվին եւ այլ սենց բաներ ու դրանից հետո արդեն ասում է որ եւ Տերը օրհնեց հոբին եւ նրա վախճանը ավելին եղավ, քան տեսքի։ Այսինքն սրանք որտեղից եկավ ժողովուրդ ջան, հա? Սրանք եկավ մարդու լուրջ ապաշխարությունից, որ մարդը որոշում կայացրեց, լուրջ ապաշխարելու Տիրոջ առաջ։ Եվ այս օրինակի նման, որպես հասկ, շատ կարևոր, այո, մենք երանի չտանք գեղեցկությանը, գիտեք, ինչ սիրուն խոտ է, այդ խոտը անօգուտ բան է։ Երանի չտանք ինչ գեղեցիկ արտաքին, այս արտաքինը եղբայրները միշտ ասում են, չէ, որ էական են չի, կոսը, յուք են, շորը եւ այլ։ Սրանք կարևոր բաներ են, սրանք գեղեցկությունն է հավատացյալի, այո եւ ամեն։ Սրանով մենք ձևավորվել ենք, հասկանում եք, սրա շուրջ մենք միաբանվել ենք, բայց վախճանն է կարևոր ժողովուրդ ջան, որ այդ խոտից հասկ դուրս գա, այդ հասկը լսվի ցորենով եւ վերջում է Տերը իրապես այդ պտուղը անբարի վերջապես հավիտենական այ կուզենամ, որ մենք ինքնաքննություն անենք ժողովուրդ ջան, քննենք ամեն մեկս մեր ներսը, նայենք ինչքանով եմ ես լուրջ իմ ապաշխարության մեջ, ինչքանով եմ լուրջ, գիտեք, հասկանալը ուրիշ բան է, իմանալը ուրիշ բան է, որոշում կայացնելը ուրիշ բան է, բայց դրա տակ ապրելը բոլորովին ուրիշ բան է, ժողովուրդ ջան, երբ որ մարդը որոշում է, արդեն ասում է վեր, ես ինչ եմ անում, Տեր օգնի ինձ, Տեր օգնի ինձ, ես ուզում եմ սենց անեմ այլևս, ոչ թե Տեր դու արա, մենք մի տեսակ պահանջատիրական արդեն այս վերջի ժամանակներում, Տերից սովորենք միշտ պահանջելու, Տեր, էս արա, այն արա, առողջություն տուր, էս տուր, այն, կարծես թե սա էր հավատքի դրսևորումը, բայց երբևիցե ասում ես, Տեր, ես ուզում եմ լուրջ ապաշխարել, սրա մեջ ինձ ուժ տուր, ես ուզում եմ ես իմ պիղծ շուրթերից հրաժարվեմ, Տեր, զզվել է իմ շուրթերը իմ համար, սրա մեջ, այ եթե ես անկեղծ մոտեցումը դու Տիրոջ հետ ունենաս, Տերը օրհնելու է քո կյանքը, Տերը մաքրելու, ազատագրելու է, թող փառավորվի մեր Տերը ժողովուրդ ջան, թող իրապես այս ցորենի հատի նման ամեն մեկից մեջ Քրիստոս կյանքը ձևավորվի ժողովուրդ ջան, եւ ի վերջո հասնենք նրան, որ այլևս ոչ թե միայն մեր գեղեցկությունն է մեզ համար կարևոր, կամ այս հավաքույթն ու այս ժողովարանը, որ այսքան եկել ու հավաքվել նստել ենք, բայց որ այստեղից դուրս գալով ամեն մեկս պետքա Տիրոջ համար պտուղ բերենք ու Տերը փառավորվի իմ ու քո կյանքի մեջ, ցույց տալու համար մարդկանց վկայություն լինելու համար, որ այո, սրանք Աստծո որդիներ են, թող փառավորվի մեր Տերը անուն, աղոթենք։